որոշումը չի ընդունել։ ԿՊԱ-ականները դեմ են քվեարկում, ուստի չի ձևավորվի էթիկայի այն հանձնաժողովը, որը գնահատելու էր իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Այս տարվա մարտի 20-ին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին արգելել էր միանալ իրենից հարցազրույց վերցնող մյուս լրագրողներին։ Ջեբեջյանին ասել էր. «Ինձնից հեռու կանգնեք, դուք լրագրող չեք, մաքրեք ձեր շրթունքները»։ Չեք պատրաստվում ներողություն խնդրել, պարոն Քոչարյան։ Անդրանիկ Քոչարյանի վարքից հասկանում ենք, չի պատրաստվում ներողություն խնդրել։ Լրագրողների հետ զգույշ, ասա ներողություն, Սաղմոս 36։ Ցուցապաստառները պարզած ակցիա անելով են լրագրողները ԿՊԱ-ականին ճանապարհում ԱԺ-նիստերի դահլիճ, որտեղ քննարկվում է Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների ներկայացրած նախագիծը։ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։ Իսկ ինչ է հիմնավորում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Անդրանիկ Քոչարյանը մեր մեջի կյաժը չէ, որ միայն իր հարցով ստեղծենք հանձնաժողով։ Ասեմ, ես կյաժ չեմ, ես սպիտակ եմ, եւ ես սպիտակելը անցած ճանապարհ է։ Ձեր մազերի գույնի հետ կապված հիշատակումը արել էր Արուսյակ Ջուլհակյանը եւ բոլոր ձեր դիտարկումները կարող եք ուղղել իրեն։ Իշխանությունը Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով չձևավորելը այսպես է պատճառաբանում։ Առաջարկող ժամանակավոր հանձնաժողովը չի լուծի այս խնդիրը, այլ կարող է ստվերել այն աշխատանքը, որ ուղղված է կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողովի ստեղծմանը։ Ինքը Անդրանիկ Քոչարյանը չի համարում, որ վիրավորել է լրագրողին, ինձնից հեռու կանգնեք, դուք լրագրող չեք, մաքրեք ձեր շրթունքները ասելով։ Ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել, բերանդ լվա։ Բագրատ Սրբազանը մի քանի անգամ ներողություն է խնդրել դրա համար, եթե լրագրողը վիրավորվել է։ Ես որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին։ Ստեղից ես կոչ եմ անում ոչ մեկ, թող չհամեմատվի Սրբազան հոր arczepiskoposi հետ, եթե ինչ-որ բառապաշար կա, որը որ ասվում է հոգևոր տեսանկյունից, օրինակ ծնկի գալը եւ օրինակ մեղքերի թողություն խնդրելը։ Իսկ թվում է պարոն Քոչարյան, դուք հաջորդը հետ չեք անի էլի։ ԿՊԱ-ականները ձայնագրություններ են միացնում։ Նու չի ասում շրթերը մաքրի, ասում ակաշդերը մաքրեք։ Դեպքեր հիշում, երբ նախկինների օրերին են պատգամավորները լրագրողների վիրավորել։ Մհեր Սեթրակյանի մասով ստեղծվեց էթիկայի հանձնաժողով։ Լևոն Քոչարյանի օգնականը ֆիզիկական բռնություններ գործադրել լրագրողի նկատմամբ։ Օգնականի նկատմամբ 3-ից 6 տարվա ազատազրկման մեղադրանք է հարուցված եւ ես վստահ եմ, որ այդ պատիժը լինելու է։ Ուղղակի վստահ եմ, հաշվի առնելով քննության այս տեմպերը։ Բայց ի տարբերություն Հռիփսիմե Ջեբեջյանի դեպքի, Լևոնը եւ պատգամավորի օգնականը հարցազրույցի համար չեն։ Միջանձնային հարաբերություն ա եղել։ Իշխանականները թաց ու չոր են իրար խառնում, ինչ է թե Անդրանիկ Քոչարյանը չարտաբերի ներողություն բառը, նկատում են ընդդիմադիր պատգամավորները։ Ամեն ինչի մասին խոսում եք, բացի ներողություն խնդրելուց։ Ընդդիմությունը այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել էր, որ ԿՊ-ին վատ լինի։ Սա ինչ վարքագիծ է, երեսպաշտություն չի սա։ Դուք ոչ թե դատապարտում եք բռնությունը, դուք խրախուսում եք բռնությունը, եթե այն կիրառվել է ընդդիմադիրների նկատմամբ եւ փորձում եք մեղադրանքների սլակներն ուղղել ընդդիմությանը։ Այն դեպքում, որ դուք եք թիվ 1 պատասխանատու։ Հայաստան խմբակցության քարտուղարը տպավորություն ունի, որ ԿՊ-ն նման է փոքր ժամանակ ծեծված երեխայի, որը մեծանալուց հետո մեկ բուռն ցանկություն ունի՝ ծեծել։ Մեծանում ուժ է հավաքում, այնց ընկերություն էլ ունի ուժեղ, գալիս է սկսում է այն փոքր ժամանակի ինչ վատ բան է եղել, հարցակում ու ծեծում է։ Ու ԿՊ-ն դա անում է բռնության դեմ պայքարողի անվան տակ, նկատում են ընդդիմադիրները։ Քաղաքացիական պայմանագիրը քաղաքական հովանավորություն տվեց եւ հովանավորության տակ վերցրեց Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի պահվածքը լրագրողների նկատմամբ։ Փաշինյանական Հայաստանում ընդդիմադիրները միայն մեկ դեպք են հիշում, երբ իշխանականը պատասխանատվության է ենթարկվել լրագրողներին վիրավորելուց հետո։ Նավակ ճոճող անունով հայտնի Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելը։ Միայն թե նա էլ մեծ քաղաքականությունից հեռացավ վերադասից ներողություն խնդրելով։ ԿՊ-ի համար ընդհանրապես ձեռագիր է դարձել վիրավորել լրագրողներին, թքել քաղաքացու վրա, ծեծել բլոգերին, բայց ներողություն խնդրել վերադասից, նկատում են ընդդիմադիրները։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլու։